Խորհրդարանական քարոզիայում քննարկումները շարունակվում են, ինչպես է իշխանությունը պայքարում կոռուպցիայի դեմ։ Տարածված թեզի վերաբերյալ իր տեսակետն է արտահայտում ընդդիմադիր Հայաստան խմբակցության падգամավոր Արթուր Խաչատրյանը։ Դուք գիտեք ոնց եք պայքարում կոռուպցիայի դեմ։ Ճիշտ նույն ձևի, ինչպես Ալիևը պայքարում էր իրենց ասելով բռնի տեղահանվածների խնդիրները լուծելու համար։ Չհիշում եք Ալիևները հառաչում բառաչում էին մի միլիոն մարդ տեղահանված, սոված, ծարավ, վրաններում նավթի հոտ են շնչում։ Իր նպատակը պայքարելը չէր իր ասած բռնի տեղահանվածների դեմ։ Իր նպատակը ինչ որ մի հատ փաթաթան ունենալն էր։ Պարզ է, չէ՞ որ դա բլեֆ էր, սուտ էր։ Հիմա դուք եք, ձեր նպատակը կոռուպցիայի դեմ պայքարելը չի։ Ձեր նպատակը ցույց տալն է, որ կա այդ խնդիրը, այսինքն անհասցե, անտրամաբանական մեղադրանք ներկայացնելու համար։ Քննադատությունները վերածվեցին վեճի, երբ Արթուր Խաչատրյանն առաջարկեց ծափ տալ, որպեսզի իշխանության ներկայացուցիչները պարեն։ Խնդրում եմ էլի, պարոն Ռուբինյան, եթե մարդն ուզում է բանավիճի, շատ զզվելի է, բայց եթե դուք դա խրախուսում եք, չեմ խրախուսում, բայց դուք էլ եք տեղից։ Եթե խրախուսում եք, հարգելի գործընկերներ, մի ընդհատեք։ Ես կարող եմ ծափ տամ, պարեք, օրինակ շատ կհարստանա։ Հանգստացեք։ Հարգելի գործընկերներ, բոլորով մի հատ հանգստացեք։ Պարոն Խաչատրյան, մի վարքյան։ Պարոն Հովհաննիսյան, մի վարքյան։ Խնդրում եմ։ Ուրեմն, դա կեղծ պնդում է։ Եղել է պարտադրանք եւ Հայաստանի այդ օրվա իշխանությունները առաջի անգամ ճանաչել են Ադրբեջանի ինքնիշխանությունը Արցախի հանրապետության նկատմամբ։ Իշխող ուժի ներկայացուցիչներն արձագանքում են։ Ես գիտեմ, որ 7 տարի շարունակ դուք փնտրում եք եւ չեք գտնում այն, ինչ ուզում եք, որպեսզի կարողանաք իրականում ապահովել ձեր դիտումներն ու լսարանը, բայց ցավում եմ ձեզ համար, ես վստահեցնում եմ, որ չեք էլ գտնելու այն, ինչ փորձում եք մեզ վերագրել։ Պարոն Արծվիկ Մինասյանը երեք հայտարարում է, որ պետք չի նախկին ղեկավարների մասին խոսել հրապարակային վատ բառերով, հերիք է դա վնասում է մեր երկրի անունը, պատիվը, լուրջ եք ասում, բա դուք լեգիտիմ ընտրված վարչապետի հասցեին 7 տարի շարունակ 24/7 ռեժիմով, որ խոսում եք ամենավատ ու նողկալի բառերով, դա չի վնասում մեր երկրի անվանն ու պատվին։ Էլինար Վարդանյանը հավատարիմ մնալով քննարկման թեմային Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի 2024 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդմանն ու զեկույցին խոսեց ոլորտի խնդիրներից։ Գալով մյուս հայտարարությանը, թաղապետի հերոսությանը վերաբերող արագ արձագանքման խումբը շատ արագ մեկնում է ներնորքի ոստիկանություն հանդիպելու Չախոյանին։ Ես անկեղծ պետք է ասեմ, որ իսկապես հիանում եմ արագ արձագանքման խմբի աշխատանքով եւ երբեմն մտածում եմ, որ չլիներ այդ արագ արձագանքման խումբը, ինչի հետևում էիք թաքնվելու։ Կլինի մի անգամ արագ արձագանքման խմբի հետ միասին դուք էլ գնաք, օրինակ ՁՊՎ, որտեղ ջարդված ակցիայի մասնակիցներ են տանում, կամ հիվանդանոց, որտեղ լուսաձայնային նռնակներից վնասված մատերով քաղաքացի են տանում։ ԱԺ-ում ընդդիմության վերջին արարքներն Արուսյակ Ջուլհակյանը որակեց երեսպաշտության բացառիկ շքահանդես։ Հարգելի գործընկերներ, ով խոսա կոռուպցիայից, խնդրում եմ դուք խոսեք տանձից եւ խնձորից։ Տանձից եւ խնձորից եւ միայն տանձից եւ խնձորից եւ այս առումով ես ողջունում եմ պարոն Արթուր Խաչատրյանին, որ այսօր վերջապես սկսեց խոսել տանձից, մասնավորապես տանձի պովիդլոից։ Ամեն անգամ, երբ դուք ամբիոնից լալահառաջ տեքստեր եք ասում կոռուպցիայի ահագնացող տեմպերի մասին, աշխարհի մի անկյունում լուր ժպտում եւ մահանում է մի փոքրիկ Հովիկ Աբրահամյան։ Ուզում եմ անդրադառնալ այն մեղադրանքներին եւ վիրավորանքներին, որոնք հնչեց Նիկոլ Փաշինյանի կողմից, երբ որ մեր իմ ընդդիմադիր գործընկերներին նայելով ասում է համբալներ։ Հիմա հաջորդ օրը ինքը գնաց Մոսկվա, եթե չեմ սխալվում, ինձ հետաքրքիր է դուք ինքը նայել եք այդ տեսանյութերը։ Հիմա ով է համբալել է։ Կամ Ալեն Սիմոնյանը, որ իմ կին գործընկերոջը
ասում է դուրս կշպրտեմ դահլիճից։ Ալեն Սիմոնյանը թող իմանա, երբ որ ու ուշադիր լինի, երբ որ իրան դուրս շպրտեմ այնտեղից, բարձր անստած շատ ցավոտ արնել։ Արտահերթ երիտով հանդես կգամ ես։ ԱԺ-ում կրքերը թեժացան պատգամավոր Լևոն Քոչարյանի ելույթից եւ այդ ելույթին Հակոբ Արշակյանի պատասխանից հետո պատգամավորների միջև վեճ ու ծեծկրթուկ սկսվեց։ Ասեմ, թե մարդիկ ինչ են ասում Ռոբերտ Քոչարյանի մասին։ Մարդիկ ասում են հայրը թուրք է, բայց մենք երբեք տես բան ստեղից չենք ասում։ Չենք ասում տես բան ստեղից, բայց ասում են, որ հայրը թուրք է։ Անունն էլ են ասում։ Ասում են անհայրենիք դավաճան են դրանք, Արցախը լքել են, պատերազմական վիճակում Արցախը թողել են ընտանիքով, թողել գնացել են։ Մի կոպեկ ոչ Ղարաբաղի, ոչ Ղարաբաղցու համար ոչինչ չեն արել։ Կհանեմ հիմա քեզ կշպրտեմ դուրս դահլիճից, որովհետև դու խանգարում ես իմ ելույթը Լևոն։ Նստի տեղը, լսի դու տեղից խոսացողին չես կարող ընդհատես, տեղը նստի։ Հանգիստ։ Հանգիստ։ Հասմիկ Ֆահրադյան, Արմալուր։